Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, մի շարք թեմաների է անդրադարձել, արտաքին, ներքին, ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների կարևոր ուղերձները ըստ ձեզ։ Ինչ խոսք ուղերձներ պարունակում է հարցազրույցը, բայց ես ուզում եմ սկզբից ասեմ, որ եթե մարդ, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը, եթե իր ասելիքը օբյեկտիվ է, եթե իր ասելիքը արդար է եւ մտահոգ է ելնելով մեր երկրի անվտանգության շահերի տեսանկյունից եւ մեր պետականության շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչու է հրավիրել այնպիսի հերոստա ալիքների կամ կայքերի կամ այնպիսի լրագրողների, որոնք ասենք մեղմ ասած չվիրավորեմ, բայց ես համարում եմ իր գրպանի հետ կապված լրատվամիջոցներ։ Բայց եկեք Քոչարյանի ասելիքի վրա կենտրոնանանք։ Հիմա ես ասեմ հետեւյալը։ Մարդու համար նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին, հայ լինելը օտար մի հասկացողություն է։ Նախ Ռոբերտ Քոչարյանը չունի այնպիսի մի բազային կրթություն, որը կարող է ներկա պայմաններում 20-րդ դարի, 21-րդ դարի 20-ական թվականներին Հայաստանի Հանրապետությանը նետված մարտահրավերների իմաստը հասկանա, որտեղ նա շատ հեռու է միջազգային հարաբերությունները խորապես ըմբռնելու եւ այդտեղից հետեւություններ անելու առումով։ Մարդը ընդամենը ավարտել է հերրակա պոլիտեխնիկական ինստիտուտը, որը միջազգային հարաբերությունների առումով կրթական մակարդակ չունի, ինտելեկտուալ առումով զիջում է բավականին շատ, մարդը մինչև հիմա տարածաշրջան ասելով հասկանում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջանը, մարդը փորձում է խուսափել իր հարյուրավոր միլիոնավոր դոլարային համարժեքներով, միլիարդների հասնող դոլարային համարժեքով, ուրեմն իր ունեցվածքի ծագումից, փորձում է արդարացնել նույնիսկ լպիչ ձևով, ցինիկ ձևով, ինչպես ասում են, նրա ձեռք բերած կուտակած գումարները, որոնք դա համարվում են ill-gotten gains, չէ, եւ այսքանից հետո փորձել ցեղ շպրտել մի ժողովրդի վրա, տեսեք, կառավարության վրա, Փաշինյանի վրա մեկ բան է, ժողովրդի վրա այլ բան է, պետականության վրա նաև այլ բան է։ Ժողովրդի վրա ինչպես է ցեղ շպրտում։ Նա ասում է, որ ժողովուրդը ընկել է մի փոսի մեջ, նա ասում է, որ ժողովրդին օգտագործում են, նա ժողովրդից նեղացել է նրանով, որ ժողովուրդը իր արժեքը չգիտի, այսպես էլի, ես ասեմ։ Եվ այդ մարդը այսօր դարձել է, ասում եմ, բացեբաց ասում եմ, դարձել է ռուսական, կայսերական շահերի, ուրեմն դավադիր կերպով, կեղտոտ կերպով շահերի ներկայացնողը եւ լուրջ պրոպագանդիստը Հայաստանում։ Պարզապես նրա մի բան է մնում ընդամենը, որը երբեք նա չի անի, քանի որ նա կյանքում չի գնա բան զողողությունների, նրա մի բան է մնում ընդամենը, որի երկու տղաներին ուղարկի ռուս-ուկրաինական պատերազմի ուկրաինական ճակատ ռուսական բանակում։ Կարող եմ բերել մի քանի օրինակներ կապված 2020 թվականի պատերազմում մեր պարտության, Արցախի պարտության, Արցախի պաշտպանական բանակի պարտության եւ մեր բանակի նաեւ պարտության եւ ստորագրված նոյեմբերի 9-ի հետ կապված, այդ մարդը խոսելուց հրճվում է։ Այդ մարդը մեր պարտությունից հրճվում է։ Այդ մարդը խոսում է ուրեմն դաշնակցային հարաբերություններից Ռուսաստանի հետ, առանց որևէ մի նախադասություն ասելու, որ բովանդակային առումով ինչ է եղել կատարված։ Այդ մարդը խորշում է խոսել նրանից, որ սկսած 2008-9 թվականներից Ալիևը մի քանի միլիարդ դոլարին հասնող արժեքով ռազմատեխնիկական համագործակցության եւ զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ նրա արբանյակները Հանձինի Սեյրան Օհանյանի եւ մյուսների փոխանակ նրանք դատապարտեն Ռուսաստանի այդպիսի պահվածքը, ասում են, որ դա բիզնես է։ Եվ մեր ժողովրդի շահերն, մեր պետության շահերը այդպես
ուրեմն ոտնատակ անելով ես դա համարում եմ զուտ դավաճանություն։ Ասեմ ինչու ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանը։ Կիրիենկոին նշանակելով որպես ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցություններում կամ չգիտեմ ռազմավարական այսպիսի դաշնակցային հարաբերությունների մեջ որպես բանագնաց փոխարինելով Խովայևին Ռուսաստանը ցույց է տալիս, որ Հայաստանը իր համար կարևոր է եւ դա փորձում է ցույց տալ նաեւ անձերի միջոցով։ Եվ կարծեմ վաղը թե մյուս օրը սպասվում է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այցը Երևան, բոլորս գիտենք մոտավորապես փորձում են վերականգնել խաթարված միջպետական հարաբերությունները ռազմավարական գործընկերության շրջանակներում, որը ես պիտի ասեմ այլևս ուշ է, դա չի կարող լինել։ Ինչու համար չի կարող լինել, որովհետև Ռուսաստանը հայ-ռուսական դաշնակցային, նույնիսկ նաև հայ-ռուսական բազմադարյան հարաբերությունների բոլոր կամուրջները ընտրել է բոլոր կամուրջների ուրեմն վառելու ճանապարհը։ Ասեմ Ռոբերտ Քոչարյանը ոչ այլ ոք է, քան Ռուսաստանի կայսերական շահերը Հայաստանի Հանրապետությունում դավադիր կերպով ներկայացնող քաղաքական անձ։ Ինչու՞։ Որովհետև սպասում է 2026 թվականին սպասում է համապետական ընտրություններ, փորձում են ամեն կերպ կործանել Հայաստանի պետականությունը։ Փորձում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութը։ Առաջ անցնելով Նարեկ ջան, մի նախադասություն պիտի ասեմ, բոլորին էլ վերաբերում է ասածս։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահից սկսած 1991 թվականից սկսած առ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարիչները, բոլոր ղեկավարները եղել են ոչ միայն գաղութային կախվածության մեջ մետրոպոլիայից, այլ եւ երկիրն են դարձրել գաղութային կախվածության եւ իրենց մտածելակերպն այդպեսին, իրենց արժեհամակարգը այդպեսին է։ Քոչարյանը, տեսեք, դուք ասում եք պետականամետ չէ, պետության մասին չի մտածում, բայց ինքը շանս է ուզում, ասում է իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես կարող եմ կառավարել, ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցը լուծել, հա, այդ կոնֆլիկտի մասին խոսելով։ Հիմա պետք է Քոչարյանին շանս տալ, թե ոչ։ Իր անցյալը, եթե ինքը ասում է 65 միլիոն դոլարին համարժեք անիվը յուրացրել է եւ օրինակ է բերում ուրեմն ինձ հիմնադրամի միջոցով ծախսված 230 միլիոն դոլարին համարժեք դրամը, չէ, Հայաստանի ճանապարհների եւ մշակութային օջախների վերակառուցման եւ ուրեմն արմատական փոփոխությունների համար ես պիտի ասեմ նվազագույն հաշվարկով 230 միլիոն դոլարից առնվազն 60% յուրացվել է։ Եթե ինքը խոսում է իրեն շանս տալու համար, ապա ինքը շանս ունեցել է ինքը գույք պարտքի դիմացով, չպիտի Հայաստանը վերջնականապես կախվածության մեջ դներ ռուսական տնտեսությունից։ Նույնը վերաբերվում է նաև Հարակոկասյան երկաթուղու, ուրեմն Հայաստանի մասնաճյուղին։ Նույնը վերաբերում է նաև Բարշիչ ցանցերին։ Եվ բոլորս գիտենք, որ երրորդ նախագահի ժամանակ էլ ահագին ժամանակ գաղտնիք էին պահում, չէ, հեցի, ոչ թե հեցի, այլ ջեկի ավելի քան 300 միլիոն դոլարի համարժեք պարտքը, որ Հայաստանը ուներ հայ-ռուս գազարդի մասով, եւ դա էլ ամբողջովին նվիրեց Ռուսաստանին, չէ, ջեկը, եւ այնուհետեւ նա դարձավ ոչ թե հայ-ռուս գազարդ, այլ դարձավ գազարդ, պարզապես։ Ռոբերտ Քոչարյանին ինչ շանս տանք։ Շանս տանք, որ նորից եւս մի հոկտեմբերի 27 կրկնվի։ Շանս տանք, որ նորից պաշտոնների նշանակվեն յուրայինները։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է բանակից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ես չգիտեմ, առհասարակ դուք լրագրողները գիտեք բանակում ինչպես է եղել դրվածքը, ռազմատեխնիկական մատակարարման, սննդի, զինվորական հանդերձանքի, ռազմական տեխնիկա, ինքը խոսում է մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին, ուղիղ 100 անգամ ավել այդ նույն ռազմամթերքը գնում էր հոսում էր Ադրբեջան։ Ռոբերտ Քոչարյանին ինչ շանս տանք։ Շանս տանք, որ
մարդը հայ մշակույթի մասին բոլորովին պատկերացում չունի։ Շանս տանք, որ ինքը ամբողջովին կեղծում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Շանս տանք, որ ինքը ամեն ինչով մեղադրի Հայաստանին հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական հարաբերությունների վատթարացման առումով։ Շանս տանք ինչի համար, շանս տանք կրթական համակարգի համար, շանս տանք գյուղատնտեսության զարգացման համար, շանս տանք։ Ես գտնում եմ, որ կատեգորիկ կերպով նրանք փորձում են օր առաջ դավադիր կերպով տապալել Հայաստանի պետականությունը։ Բայց դուք արցախցի եք, չէ՞։ Դուք ձեզ համար հայտնի չի նա ինչ է արել Արցախի համար այդ պատերազմում։ Գուցե նա դրա համար է շանս ուզում։ Ուրեմն Նարեկ ջան, ես պիտի ասեմ, մի գաղտնիք ասեմ, երբեք չեմ տառապել մարգարեությամբ եւ մեծամտությամբ, առավել ևս ամբարտավան խոսքերով, բայց ես պիտի ասեմ 1991 թվականից մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները Արցախյան շարժման սկզբնական շրջանում հանրահավաքների ժամանակ եղել են ընդամենը ինտերրուցիկ բերողները։ Ես որպես Ղարաբաղ կոմիտեի Քոչարյանն էլ Քոչարյանին ես եմ ուղարկել Մոսկվա Լիգաչովի մոտ։ Սերժ Սարգսյանը ընդամենը եղել է Հենրիկ Պողոսյանի Մոսկվայի առաջին քարտուղարի օգնականը, երբ որ ես նա գնում էի Հենրիկ Պողոսյանի մոտ, բոլորս գիտենք ինքը ինչպես պիտի դիմավորեր։ Այլևս չեմ խոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքների ժամանակ 88 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին մեր թռուցիկները շարժման եւ մեր փաստաթղթերը տանում էր Մատենադարանում, պատճենահանում էր ու բերում էր։ Ուրիշ ոչ մի ֆունկցիա նա չուներ։ Նրանք նոր մայիսի 31-ին մտել են Ղարաբաղ կոմիտեի մեջ։ Ես արցախցի եմ, ես վանեցի եմ, ես իջևանցի եմ, ես տավուշցի եմ, գավառցի եմ եւ շիրակցի եմ։ Իսկ ինքը ինչ արել։ Բոլորս գիտենք Արտուր Մկրտչյանի առաջին նախագահի, առաջին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ղեկավարի եղերական մահը։ Բոլորս գիտենք Ռոբերտ Քոչարյանը դավադիր ճանապարհով ինչպես կազմակերպեց Սամվել Բաբայանի հետ միասին ստեղծելով Պաշտպանության պետական կոմիտե եւ ազգային ժողովի բոլոր ֆունկցիաները եւ կառավարության ֆունկցիաները վերցրեց իր ձեռքը։ Եվ որ նա ասում է մենք 150,000 ժողովրդով կռվել ենք Ադրբեջանի դեմ, սա մեծագույն երախտամոռությունը եւ ուրացությունն է սեփական ժողովրդի հանդեպ։ Քանի որ ինքը տեղյակ չեղել, որ մենք 90-92 թվականներին հարյուրավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ լիքը սկսած դիզվառելիքից, բենզինից, ավարտած զինամթերքով, նույնիսկ սնունդով, հանդերձանքով եւ այլ ուղարկել ենք Արցախ ցանկացած գյուղ, ինքը ստիպված պիտի այսպես խոսեր։ Ռոբերտ Քոչարյանը ինքնասիրահարված է, ինչպես ինքնասիրահարված է նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք ժամանակի ընկալման որևէ հոտառություն չունեն, նրանք չեն պատկերացնում ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետության նետված մարտահրավերները ռազմավարական եւ մարտավարական առումով մարդ ինչքան պիտի անտեղյակ լինի, որ չիմանա, որ ասում է Նիկոլը ստորագրել է Պրագայի փաստաթուղթը եւ այլ։ Դրանից 2 տարի առաջ է Ռուսաստանը հայտարարել, որ ՀԱՊԿ չէ կարող զորք մտցնել Արցախ, քանի որ Արցախը համարվում է Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մաս։ Սա էլ մի կողմ դրած, նա գովաբանում է 2000 չէ զորամիավորման թվականակը հասնող այն խաղաղասիրական առաքելության, ուրեմն զորախմբին, որը վերջնականապես կանգնեց Ադրբեջանի բանակի թիկունքում եւ Ղարաբաղը ենթարկվեց սպիտակ գենոցիդի եւ բռնի տեղահանման։ Ինչին շանս տանք, երբ որ նա ամեն կերպ փորձում է Ռուսաստանի քաղաքականության կատարած մեղսակցությունները վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ինչին շանս տանք, երբ որ նա, ասենք, փոխանակ խոսի իր ահռելի միլիարդներից, որը կուտակել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Դե բայց ասում է ուր է այդ 4 միլիարդը ցույց տվեք։ Տեսեք, ես պիտի ասեմ, դուք ճիշտ եք։ Օրերս էլ ազգային ժողովում, երբ որ վարչապետը ասում էր
համբալները պիտի լինեն իրավունք չունեն խոսալու մամուլի ասածով, նրանք բոլորը պիտի հայտնված լինեն ԱԱԾ-ի նկողներում, պատվալներում, ճիշտ է, եթե նա ասում է պիտի լինեն այնտեղ, ուրեմն ես պիտի ասեմ ամենամեծ մեղքի բաժինը ունի կառավարության ղեկավարը, որտեղ նա ոչ թե պիտի ասեր, այլ եթե խոսում ենք արդարությունից, արդարադատությունից, ապա նրանք վաղուց պիտի այնտեղ հայտնված լինեին։ Դրա համար ես ասում եմ, եկել է պահը, որ նրանք կառավարության կյանքը, առաջերտին վարչապետի կյանքը վերենացելու մղձավանջի։ Եվ մեր ժողովրդի կյանքն են վերածելու մղձավանջի։ Տեսեք հիմա փոխադարձ լուտանքներ, վիրավորանքներ ՀԿ-ից դեպի Քոչարյանի գրպանային խմբակցություն, Քոչարյանի գրպանային խմբակցությունից դեպի ՀՀԿ։ Այնպես որ սրանք գործիքակազմ են, այս բոլորը ընդամենը գործիքակազմ են, որոնք փորձում են օր առաջ տապալել Հայաստանի ինքնիշխան սուվերեն պետությունը։ Բայց Քոչարյանն ասում է, ես իմ ունեցվածքը նախագահի հետ պաշտոնը թողնելուց հետո ենք ձեռք բերել եւ լուրջ փողեր եմ աշխատել, շատ լուրջ փողեր ասում եմ աշխատել եմ, որովհետեւ հայտնի ռուսական ընկերության ըստ էության նկատի ունենալով, որտեղ նա ներկայացված է եղել պաշտոնը թողնելուց հետո։ Ուրեմն ասեմ, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ այդ ռուսական հայտնի կարծեմ սիստեմա ընկերության բաժնետերը, հստակ կարող եմ ասել, եթե մեր իրավապահ մարմինները դատախազությունը ԱԱԾ-ն կամ ներքին գործոց նախարարության համապատասխան կառույցները օպերատիվ հետախուզական քննչական լուրջ աշխատանքներ տարածել են, Ռոբերտ Քոչարյանը այնտեղ հայտնվել է գույք պարտքի դիմացի եւ մի քանի նաեւ այլ գործարքների արդյունքում։ Ռոբերտ Քոչարյանը ես այդ լեզուն չունեմ, Նարեկ ջան, այդ գործելակերպը չէ, որ ասում է ջեբը գցեցին Ռուսաստանի կամ ասում է գլուխը պատով են տվել, դուք գիտեք, որ ես չեմ կարող այդպիսի ստոկ word-ով խոսեմ, այդպիսի բառամթերք ես չունեմ, որը մեկը հասցեին չեմ ասի գլուխը պատովն է տվել, բայց ես պիտի ասեմ, եթե իրավապահ մարմինները իրենց տեղում չեն, ապա այդպես էլ պիտի ասեն։ Նա բոլորս գիտենք, որ արդեն նա պաշտոնավարման ժամանակ համարվում էր, նրա ընտանիքը համարվում էր ուրեմն ամենամեծ կարողություն ունեցող ընտանիքը Երևանում, Հայաստանում։ Ինչ եք կարծում, ով չգիտեր, որ մուլտիկոնցեռնի հետ կապված նրա կապերը, ով չգիտեր, որ մենք մի քանի 100 միլիոն պարտ կուտակել ենք դոլարային համարժեքով, Հայրուս Գազարդին, այն ժամանակ Հայրուս Գազարդ էր կոչում, միայն մեծ կորուստների արդյունքում գազի։ Եվ այդ ամեն ինչը առնվազն 50%-ով, եթե ոչ ավել, գնացել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Ես ասում եմ ընդամենը մեկ բան։ Ով չգիտի այն հյուրանոցային ցանցը, որ Ռոբերտ Քոչարյանը ունի այստեղ։ Դե գիտեք, հիմա ես ձեզ մի բան ասեմ, Ռոբերտ Քոչարյանը ասում է Արմեն Ավետիսյանը իր համար առանձին ապրում է, չէ՞։ Նախկին մաքսային կոմիտեի նախագահը, եթե մի մարդ այդքան հրեշավոր կերպով, ցինիկ կերպով կարող է արդարացնել նրան, եթե մի մարդ այդքան հրեշավոր կերպով կարող է արդարացնել Երևանի քաղաքապետերին, տեսեք, Երևանի 4 քաղաքապետերի ունեցվածքը ես հստակ կարող եմ ասել, մի քանի դոլարային առումով մի քանի միլիարդ դոլարները անցնում է։ Ես խնդրում եմ դուք չվիրավորվեք, բայց ես ձեզ օգնելու եմ անպայման։ Ես իմ լրագրողական շրջապատին խոսք եմ տվել ամեն ինչով նպաստեմ եւ նրանք անց են կացնելու անկախ հետաքննություն, ինչպես որ հետ քննանում եւ բերեն առնվազն մի 10 հոգու ունեցվածք, թե նրանք ինչպես են դիզել անաշխատ եկամուտների ինչպես հանցավոր ճանապարհով այդ միլիարդները, սկսած Գագիկ Խաչատրյանից, Աղվան Հովսեփյանից, եւ ես ինքս դրա մասին հայտարարել եմ։ Եվ այդ հայտարարությունները ես հանձնելու եմ դատախազությանը եւ ազգային անվտանգության ծառայությանը։ Հիմա Քոչարյանն ասում է, որ իշխանությունն է հարստանում եւ Նիկոլ Փաշինյանը ըստ Քոչարյանի ամենահարուստն է հիմա Այո, ես դա էլ լսեցի, ես պիտի ասեմ հետեւյալը, տեսեք։ Ճշմարտություն կա այս խոսքերի մեջ։ Ասում է շուտ արեք գողը բռնեք, թե չէ գողը ձեզ կբռնի, ճիշտ է, թե չէ, հայտնի ասած։ Դե բայց մեկը մյուսին չի հակասում, օրինակ։ Ես էլ եմ գտնում, որ եթե կառավարության ղեկավարը անաչառ է, օբյեկտիվ է, ինչպես ասում են, արդարադատ է, առաջին ինքը պիտի սկսի իրենից։ Ես չեմ ընդունում, երբ որ Անիֆի մասին այդքան խոսում են, եւ ինքը չի փորձում դրա մասին մեր ժողովրդին տա համապարփակ բացատրություններ, թափանցիկ մեկնաբանություն։
Ես չեմ ընդունում նաև ոչ միայն Անիֆի գործի, նաև այդ ավիացիոն ընկերությունը, որի պարզապես այդ $10 միլիոն ավել չէ, փոշիացրել այդ ամբողջը։ Ես չեմ ընդունում նաև, եթե ասում եմ մեքենաներ են կրճատում պետական ապարատի մեքենաները կրճատում ենք, բայց ես տեսնում եմ ինչ է կատարում, երբ որ կառավարության ղեկավարը միտեղ այցի է գնում, այդ շքախմբով ինչ ծախսերի, ինչ ահռելի ծախսերի հետ է կապված դա։ Ես չեմ ընդունում առնվազն տասնյակ այնպիսի միջոցառումներ, որը անում է կառավարությունը եւ ոչ մի արդյունքի չի հասնում։ Եվ փոշի անում է։ Բայց Նիկոլ Փաշինյանը հարուստ է հիմա։ Իհարկե ոչ։ Ինչ գիտեք։ Մեկը միշտ ասում եմ ոչ։ Ինչ գիտեք։ Հստակ կերպով ես կարող եմ ասել, որ այդպիսի բան լինել չի կարող։ Պարզապես այդ ամեն ինչը, երբ որ լեզու է դնում իր քաղաքական հակառակորդների բերանում, այդ ամեն ինչը գալիս է իր անհետևականությունից, սկզբից մինչև վերջ պետական գործին, շահերին հետամուտ չհնելու իր քաղաքական, այսպես ասած, գործունեությունից, պետական գործունեությունից, որը բերում է դրան։ Ես ավելին ասեմ, քանի մոտենա ընտրությունները, քանի մոտենա ընտրական շրջանը, ավելի նոր բացահայտումներ է լինելու, ավելի ցեղ շպրտելու նոր մեթոդներ է լինելու, ինչ խոսք Անիֆի խնդիրը, բոլորս գիտենք, որ դա կատարված փաստ է, ճիշտ է թե չէ։ Եվ ելի շատ խնդիրներ։ Բայց ինչ եք բացառում, որ Նիկոլ Փաշինյանն էլ կարող էր օգտվել իշխանության ընձեռած այդ բարիքներից եւ հարստությունն ուտակել։ Ասեմ հետեւյալը, նախ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Այդ, ինչպես ասում են, town talk, չէ, քաղաքային ասեկոսները 26-31 ընտրություններին։ 2026-ին հաջորդ տարի։ Հա։ Այդ ասեկոսները, այդ քաղաքային բամբասանքները, թոնրային խոսակցությունները ինքը հաշվի առնելով նա օգտագործելու է իր ընդդիմախոսների դեմ։ Եվ առաջ եկավ այսպես կոչված մի բան, որը այդ impeachment-ը ինչ է, չէ, կարծեմ, որը որ ասենք Ռոբերտ Քոչարյանը այսօր բացի-բաց ասեց, որ դա չի ընդունում։ Բացի դրանից փորձ է արվում, ասենք Նիկոլ Փաշինյանի հարուստ լինելու միֆը փորձ է արվում շատ դեպքերում նաև ասենք ցեղ շպրտելու առումով, նաև կապված ուրեմն Հայաստան համահայկական հիմնադրամի 2020 թվականի պատերազմի օրերին հավաքված $100 միլիոն համարժեք դրամը յուրացնելու առումով, հաշվետվության առումով, որովհետև ես ասեմ, որ բոլորն էլ գիտեն շատ թափանցիկ կերպով այդ գումարը ինչպես է օգտագործվել։ Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին երրապատիկ, քառապատիկ անգամ ավելի շատ գումար է ծախսվել Արցախի հանրապետության եւ նրա ժողովրդի համար Հայաստանի հանրապետության կառավարության բյուջեով նախատեսված։ Իմ խորին համոզմամբ ես համոզված եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել հարուստ մարդ։ Ես դա ասում եմ, գիտեք ինչ, հիմա եթե Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ նա ամենահարուստ մարդն է, նա չի կարող ապացուցել։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, օդում կախված լուրերի համաձայն, նույնն էլ ես չեմ ասում, օդում կախված լուրերի համաձայն, համենայն դեպս այն տվյալահեն եւ փաստահեն մոտեցումները, որ ես ունեմ կապված կառավարության ղեկավարի հետ, ես չեմ կարող ասել, որ նա հարուստ մարդ է։ Դե բայց մինչև իշխանափոխություն չլինի, չենք իմանա, եւ չգա օբյեկտիվ արդար իշխանություն, չենք իմանա ի վերջո, թե այս գործող իշխանությունը, թե նախկին 3-ը ինչ են պետությունից տալ։ Տեսեք, Նարեկ, ես պիտի ասեմ հետեւյալը։ Դուք շատ ճիշտ եք։ Դրա համար կա ազգային ժողով, դրա համար կան կառավարության համապատասխան գերատեսչություններ, կոմպետենտ օրգաններ, որոնք պիտի դրանով զբաղվեն։ Եթե Հայաստանի Հանրապետության նախկին նախագահները կամ նախկին նախագահներից մեկը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ամենահարուստ մարդն է, դա փաստորեն դա նշանակում է արդեն լուրջ հայտարարություն։ Ես կարծում եմ անպայման դրա առումով պիտի դատախազությունը գործառույցի։ Եթե պիտի ընդհանրապես դատախազը գնա ազգային ժողովում Տիկին Վարդապետյանը թվարկի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը առանց որևէ հանցակազմի բացակայության, իմ համար դա եղած չեղած։ Մարդը կատարել է հանցանք։
ես ուզում եմ իմանամ, ով է համբալը, պետության գումարը վերցնողը, բանակի փող յուրացնողը, համբալն ով է։ Ես առհասարակ մի հատ ուզում եմ իմանամ, տեսնենք այդ համբալի այդ ինչ են ասում, այդ եզրույթը ինչպես մենք մեկնաբանենք։ Հիմա նույնն էլ գալով ես պիտի ասեմ, բայց քանի որ տեսնում ես ազգային ժողովում ինչ է կատարվում, քանի որ տեսնում ես ազգային ժողովում ընդհանրապես գնում է երկկողմանի, ուրեմն ցեղ շփրտոցի, երկկողմանի, ուրեմն ինչ ասես բացի պետական շահերի, ուրեմն մոտեցումներից ցանկացած կարգի հարաբերություններ, ընդհանուր հասնի այնտեղ, որ մեր բոլորիս ծնողների ասեմ, կանանց ասեմ, երեխաների ներկայությամբ ասեմ, ազգային ժողովի մի ուրեմն մարդ, որը զուրկ է բարոյական իրավունքներից կամ, չգիտեմ, բարեկիրթ լինելու ուրեմն հասկացողությունը չի պատկերացնում, կարող է այնպիսի հայհոյանքներով ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենա, որ կարծեք թե այն հիմնական խնդիրները, այդ թվում նաև Քոչարյանի ասածը Փաշինյանի հարուստ լինելու հետ կապված կամ Փաշինյանի ասածը մյուս կողմի, ուրեմն հանցավոր ճանապարհով կամ հանցավոր գործունեության վերաբերյալ դառնում է երրորդական, չորրորդական խնդիր արդեն։ Չէ, բայց նա ասում է ինքան են կոռուպցիոներն, որ պետքա տատու անել արդեն ճակատներին Դե ինքը ասում է կաշառակերության առումով ինքը կաշառակերության դաշտի Էյնշտեյնն է։ Չէ, Ռոբերտ Քոչարյանը այսօր այդպես բնութագրեց վարչապետին, ճիշտ է թե չէ։ Հիմա տեսեք, եթե նա Էյնշտեյնն է, կարծում եմ սա էլ պիտի լինի առնվազն մարտարվեստի կաշառակերության առումով սև գոտի ամենաբարձր աստիճանի։ Ով։ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ճիշտ ասած, ես մի բան ասեմ, սա այն ոլորտն է, որտեղ իրենց վճռական խոսքը պիտի ասեն իրավապահ մարմինները։ Ես ինքս քանի որ զբաղված եմ լուրջ Հայաստանի նետված լուրջ մարտահրավերների խնդիրներով, բանակի մարտունակության բարձրացման հետ կապված, ես ուզում եմ խոսքս ուրիշ ձևի ասեմ, պետական կառավարման հետ կապված, մեր հաջորդ տարվա 2026 թվականի ընտրությունների հետ կապված, ես իմ անձը շատ ցածր եմ համարում, որպես ես իջնեմ իրենց մակարդակին։ Քոչարյանը նաև բացահայտումներ է անում իր եւ Սերժ Սարգսյանի նախկինում ունեցած խոսակցություններից, օրինակային դրվագը, որ 18 թվականին զանգել է Սերժ Սարգսյանին իրավիճակի հետ կապված քննարկում են ունեցել ընտրություններից առաջ 21 թվականի, որ Սերժ Սարգսյանը ըստ Ռոբերտ Քոչարյանի ասել է չի ուզում առաջադրվի հանրապետականը չմասնակցի, բայց հետո առաջադրվել է մասնակցել է։ Ինչու է Քոչարյանը սրանք հիմա փակագծերը բացում։ Ասեմ ինչու համար, որովհետև բոլորս գիտենք, որ մի քանի ամիս առաջ գնաց երկկողմանի ուրեմն վիրավորանքների եւ լուտանքների մի ամբողջ ուրեմն այսպես ասած շղթա գնաց, չէ, երկու խմբակցություններ իրար դեմ սկսեցին, այսպիսի գործելավոճ ընտրել, որը վերջին 1-2 շաբաթը արդեն չէին կարող դադարեցնել։ Տեսեք, ինչ խոսք, որ 21 թվականի համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ ես էլ էի դրա մասին մոտավորապես իմ իմացած իրազեկվածությունը թույլ է տալիս ասելու, որ փրկության շարժման ժամանակ պիտի որ հանրապետական կուսակցությունը չմասնակցեր ուրեմն 2026 թվականի ազգային 2021 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Ամբողջ խնդիրը նա է եղել, որ նրանք փորձել են Ռոբերտ Քոչարյանը ճիշտ չի ասում։ Ռոբերտ Քոչարյանը նախ անկեղծ լինել չի կարող, որտեղ մարդը ոտից գլուխ, ուրեմն պաշտոնի համար մեռած մարդ է, նրա մասին դեռևս Արկադի Վոլսկին, որը 88 թվականի հունիսին եղել է ԽՄԿ կենտրոնի որոշմամբ նշանակվել է Արցախի կառավարման հատուկ կոմիտեի նախագահ, ասել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հասնի իշխանության, այդ ճանապարհին նա պատրաստ է նաև իր սրբությունները մատաղանելու եւ զոհելու։ Ես չեմ ուզում ճակերտները բացել։ Եվ ես կարծում եմ, որ 21 թվականին նրանք հույս ունեին, որ ամբողջովին գնային մի քաղաքական ուժով ընտրությունների եւ ահա այստեղ է, որ ուրեմն նրանք ճիշտ չեն ասել, այստեղ է, որ կա շանգլուխ թաղված։ Ինչ խոսք այդ ներքին
Սերժ Սարգսյանի ասած է, որ երիտասարդները ինձ ստիպել են, որ ես բան եւ այլն, գիտեք ինչ, սա հեքիաթների դաշտից է։ Այս նարատիվների մեր ժողովրդին կերակրել առավել եւս կշտացնել չի հաջողվի։ Նարեկ, այնպես չի, որ ես կարող եմ երբևիցե իս թույլ տամ ներկայումս հատկապես արդարացնել կառավարության ներկա գործելավոճը եւ հատկապես օրենսդիր մարմնի ազգային ժողովի ուրեմն գործունեությունը, ինչպես այդ երկու խմբակցությունների, այնպես էլ քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցության գործունեությունը։ Ակնհայտ է դառնում, որ արդեն ոչ միայն հեռացել են, չգիտեմ, ազգային ժողովի շենքից, այլ նույնիսկ հեռացել են մեր ժողովրդի ցանկացած շահերից, նույնիսկ ցանկացած ամենամանրուկ հարցը ազգային ժողովին քննարկելու ժամանակ առաջին պլանը մղվում անձերի մոտեցումները, առաջին պլանը մղվում եսասիրական, ցուցամոլական մոտեցումները։ Ազգային ժողովում այսօր, տեսեք, մի բան էլ պիտի ասեմ, Ռոբերտ Քոչարյանը այնքան է կեղծում ամեն ինչ, որ ասում է Ալեն Սիմոնյանը իրեն դրել է ազգային ժողովի տնօրենի տեղ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Արտուր Բաղդասարյանը համարվում էր ազգային ժողովի նախագահ եւ հետագայում նրան անվանեց անգլիական լրտես։ Չէ՞, բոլորս գիտենք, չէ՞ դրա մասին։ Եվ դուք պատկերացնում եք, ասենք, այսօրվա ազգային ժողովում այն ինչ որ կատարվում է, ասենք, եթե Ալեն Սիմոնյանը լիներ տնօրենը թույլ կտար այսպիսի բան անել։ Ալեն Սիմոնյանը գործում է իր օրենսդրությանը իրեն վերապահված իրավունքների եւ պարտականությունների շրջանակներում։ Իհարկե, այսօրվա այդ ծերծկրտուկները, փոխադարձ հայհոյանքները, այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ այդ երկու խմբակցությունները օր առաջ, հատկապես Հայաստան խմբակցությունը, Հայաստան է կոչում այդ խմբակցությունը, օր առաջ փորձում են ամեն ինչով տապալել օրինական կերպով ընտրված իշխանությունը։ Եվ ավելին ասեմ, ես այդ հարցում մեղադրում եմ օրվա իշխանություններին։ Եթե Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը, երբ որ Սասուն Միքայելյանը հարձակվեց Էդմոն Մարուկյանի վրա, այնպես չի, որ ես Էդմոն Մարուկյանին կարող եմ ուրեմն արդարացնել կամ չգիտեմ գովաբանել կամ նրան աջակցել, այդպիսի բան լինել չի կարող, եթե նա նույն օրը քաղաքացիական պայմանագիրը չպարտադրեց քրեական գործ հարուցել Սասուն Միքայելյանի հանդեպ եւ վարձ չդրեց պատգամավորական մանդատը, ահա այսպես էլ պիտի լիներ։ Եթե Արսեն Թորոսյանը վարձ չի դնում պատգամավորական մանդատը եւ նրա վրա քրեական գործ չի հարուցում, առաջերտին մեր ժողովրդին վիրավորելու սրբապիղծ արտահայտությունների համար այսպես էլ պիտի լինի։ Այնպես որ գիտեք ինչ, շատ բաներ կարելի է ասել, բայց ես ասում եմ մեղմ ասած Ռոբերտ Քոչարյանը այսօր ներկայացնում է ռուսական կասերական շահերը, Ռոբերտ Քոչարյանը իր մշակույթով, իր ներաշխարհով եւ իր կրթական համակարգով շատ հեռու է միջազգային հարաբերությունների ներկա, ուրեմն ամբողջ ներկապնակը հասկանալու առումով եւ նա դուզ իսկ պատկերացում չունի ինչ մարտահրավերներ են նետված Հայաստանի Հանրապետությանը։ Մարդ ինչքան վերջացնում եմ մեկ նախադասությամբ, մարդ ինչքան կուր պիտի լինի չտեսնելու համար այն գործունեությունը, որը ծավալում է Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական քաղաքացիական առաքելությունը։ Քոչարյանը ասում է, եթե ես ուզեի միութենական պետություն, 10 տարի նախագահ եմ եղել, կտանի։ Ըստ էության տրամաբանական բան ասում, հա, եթե ուզենար ինքը Հայաստանը դարձներ ռուս-բելարուսական միութենական պետության, կմտցներ։ Հիմա ինչի պետքա վիզ դնի գա իշխանության, որ տանի Հայաստանը մտցնի այնտեղ։ Մեծ հաշվով իր 10 տարի նախագահ եղած ժամանակ գրեթե միութենական պետությունից ոչնչով չէր տարբերվում Հայաստանը։ Եթե մեր բոլոր ռազմավարական օբյեկտները անցել են Ռուսաստանին, եթե Հայաստանը ընդամենը ճանաչում էր աշխարհակաղակական մեկ ուժային կենտրոն, եթե ցանկացած որոշում ընդունվում էր Մոսկվայում, կարելի ասել, որ մեծ հաշվով տարբերություն չկար։ Նախ ինքը 10 տարի նախագահ եղել է այն ժամանակ, երբ ես պիտի ասեմ, որ
նախագահ եղել է իր դիրքերը համարապնդել է հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ ամբողջ խնդիրը այն է, որ մենք շեղվեցինք մեր բնականոն զարգացումից։ Եթե հիմա էլ, եթե նա ասում է, իսկ ես ուզում եմ իսկ հարցնեմ, այդ ինչ չգիտեմ, ինչ մի մեծ բան է կատարել իր իշխանության տարիներին, որ ասում է, ես եթե ուզենայի այսպես կանեի կամ այնպես կանեի։ Մի հատ դե եմ ուզում հարցնել։ Այդ ինչ մի բան պիտի աներ 2008-18 թվականի երրորդ նախագահը, երբ տասնապատիկ անգամ զենքի մատակարարումները ավելացել են Ադրբեջանին։ Եվ ոչ մի նոտա, եւ ոչ մի հուշագիր չի ուղարկվել ռազմավարական գործընկերոջը, որպեսզի ասեն, որ ռազմավարական գործընկերոջ կողմից զենքի այսպիսի հարելի քանակության մատակարարումը սա նույն դավաճանությունն է եւ այս նույն զենքն է Ղարաբաղի ժողովրդին ենթարկել ցեղասպանության եւ բռնի տեղահանման։ Ռուսական զենքով է Ադրբեջանը եւ ռուսական զենքով եւ նաեւ ռուսական խաղաղապահ ուժերով է Ադրբեջանը Ղարաբաղը ամբողջովին հայաթափել։ Եվ խոսելով Եվրոպական միության հետ կապված, նա ասում է, որ դա կարող է Հայաստանի ինքնիշխանության վրա անդրադառնալ, որովհետև դա միութենական, հա, համակարգ է, որտեղ պետությունները իրար հետ այսպես ասած լեզու գտնելով փորձում են բան անել, ապրել իրենց ծրագրերն իրականացնել, հա, Եվրամիությանն անդամակցելը արդյոք Հայաստանի ինքնիշխանությանը ձեզ բան անելու, հա, վտանգ է ներկայացնելու, թե ոչ, որովհետև ամեն դեպքում օրինակ ճիշտ է ասում, որտեվ Եվրամիությունում ճիշտ է լիքը լավ բաներ կան, բայց որոշումներ կայացնելիս միասնական ինչ-որ դիրքորոշում են հայտնում։ Մենք կկարողանանք այդպիսի համակարգում լինել, որտեղ պետք է գործընկեր 30 հա պետությունների հետ ընդհանուր հայտարարի գալ։ Խոսել այդպիսի դիրքերից Եվրոմիության հասցեին, դա նշանակում է, որ այդ մարդը առնվազն մնացել է 60-ական թվականների խորհրդային տրակտորի կամ ալարաղացի տակ։ Նախ Ռոբերտ Քոչարյանը պատկերացում չունի Եվրոմիության մասին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ անաչառ, արդարամիտ, բոլորս գիտենք, որ 90-ական թվականներին ձևավորված ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը եւ երանախագահությունը ամբողջովին արտահայտում էր գոնե Արցախի հանրապետության եւ արցախայության ինքնորոշման իրավունքը գոնե հարգելու այդ իրավունքը։ Եվ դա ավելի շատ կախված էր Եվրոմիությունից, քան թե Ռուսաստանից։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ես ասեցի, ինքը պատկերացում չունի Եվրոմիության մասին։ Ինքը չէր կարող պատկերացում ունենալ Եվրոմիության մասին, որտեղ այդ մարդը արդեն 40 տարեկան հասակում եղել է լուրջ ֆունկցիոներ, կուսակցական ֆունկցիոներ։ Եվ ինքը այսօրվա իր հարցազրույցը ցույց տվեց վերջնականապես, որ ինքը, ինչպես որ ասացի, ռուսական կայսերապետական շահերի ներկայացուցիչն է այստեղ։ Ուրիշ ոչ մի բան։ Գալով Եվրոմիությանը հստակ համոզված ասում եմ, որ այնտեղ գիտեք որոշումները ինչ սկզբունքով է ընդունվում, եւ ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության ես չասեմ կառավարության քաղաքականությունը, գոնե մեր ժողովրդի դիրքորոշումը դեպի Եվրոմիություն, դա պիտի լինի ոչ թե խոսքով, այլ դա պիտի լինի գործով։ Ուղղակի ես չեմ ուզենա շատ երկարացնեմ, բայց ես պատասխանելով ձեր հարցերին եւ նաեւ ունենալով իմ սեփական գնահատականը, ես պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն սկիզբ դրեց գործնական առումով Հայաստանի պետականության կործանման գործընթացին։ Ռոբերտ Քոչարյանը սկիզբ դրեց ամեն գնով տապալելու օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանը չթաքցրեց ավելի ցցուն եւ ավելի ցինիկ ձևով
վերստին արտահայտեց ուրեմն իր ռևանշիստական եւ վրեժխնդիր լինելու մոլոսքը վերստին վերադառնալու իշխանություն։ Եվ բոլորս էլ գիտենք, եթե մի մարդ կարող է Հայաստան խմբակցությունում 4 հոգու ստիպեն, որպեսզի մի քանիսը մանդատը վայր դնեն, մի քանիսը հրաժարվեն, եւ որպեսզի իր հանցագործ տղային տեղ ապահովի ազգային ժողովում։ Բայց դատարանի վճիռ կա, դատարանի վճիռ կա, որ հանցագործ է կանոն։ Տեսեք, սկսած 1992-ից մինչև 2018 թվականներին մեր երկրում առնվազն մի քանի 100, եթե ոչ մի քանի 1000 մարդկանց սպիտակավորել են որպես հանցագործներ առանց դատարանի վճռով։ Վատ բանը պետք է կրկնել, հա։ Ոչ, երբեք։ Պետք է մարդկանց ծեծելու ասել Քոչարյանի ժամանակ մարդկանց ծեծում էին։ Բացարձակապես ես ուզում եմ իմանամ, տեսնեմ, ես երբ եմ դա արդարացրել, ես դրա համար էլ ասում եմ ազգային ժողովի, կառավարության անդամներից գերակշիռ մասը չունեն այն արժեհամակարգը, որոնք կարող են այսօր լինել ինչպես օրենսդիր մարմնի անդամ, այնպես էլ կառավարության անդամ, այլևս չեմ խոսում նրանց բառամթերքը, որը ոչ թե հարիր է, այլ պահվածքը պարունակում է լուրջ հանցակազմեր։ Այլևս չեմ խոսում Արցախայության հանդեպ նողկալի արտահայտությունները։ Ես ձեզ մի անգամ ասել եմ, Նարեկ ջան, ինչ է նշանակում Արցախյան կլան։ 5-6 հոգի են, 10 հոգի են։ Այդ առումով Թալինի կլանը ավելի շատ են քանակական առումով։ Արմեն Ավետիսյան, վարչապետ Անդրանիկ Մարգարյան, որդի Տարոն Մարգարյան։ Հիմա Իջևանյան կլանն է գլուխ բարձրացել։ Հիմա այո, դա հենց այստեղ է, որ արդեն կառավարությունը վաղուց շեղվել է իր ուղուց։ Այն սկզբունքները, որը կառավարությունը հռչակել է 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ես պիտի ասեմ, որ այդ սկզբունքներից կամ այդ հիմնական ուղղություններից գրեթե ոչինչը չի իմպլեմենտացվել։ Այլևս չեմ խոսում, գիտեք, Արցախի հետ կապված, Արցախայության ինքնորոշման, Արցախայության միջազգային գործիքակազմով լուրջ անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու առումով, ահա այստեղ է, որ այո, ես համամիտ եմ ձեր հետ ամբողջովին, այո, հիմա էլ առաջ է գալիս մեկ այլ, այսպես ասած, թայֆայական մոտեցում, կարելի է դա միայն անվանել թայֆայական մոտեցում, որտեղ այդտեղ կառուցողական առումով հանուն մեր պետության կայացման ոչինչ չի արվում։ Եվ Լավրովի այցն է նախատեսվում Հայաստան, ինչպես եք մեկնաբանում ռուս արտգործնախարարի Երևան ժամանելը։ Տեսեք, ես պիտի ավելի անկեղծ լինեմ, եւ ես քաչ իմանալով, որ ասենք դուք անընդհատ փորձում եք մեր հարցազրույցները սրեք, ես պիտի ասեմ հետեւյալը։ Հայաստանի Հանրապետությունը հռչակել է, կառավարությունը հռչակել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, ճիշտ է թե չէ։ Այլընտրանքային, չգիտեմ, դիվերսիֆիկացված, չգիտեմ, տարբերակված արտաքին քաղաքականության մասին։ Եթե վարչապետը մայիսի 9-ին ժամանում է Մոսկվա, եթե էկոնոմիկայի նախարարը կամ փոխվարչապետները տարբեր հարցերով կամ արտաքին գործերի նախարարը ժամանում են Մոսկվա կամ Ռուսաստանի Դաշնություն, ապա դրան զուգահեռ նաև պետք է տեղի ունենա նաև փոխադարձ այց։ Հիմա մենք պիտի Ռուսաստանի հետ ունենանք, եթե մենք ունենք Ռուսաստանի հետ պայմանագիր, չէ, 1998 թվականին ստորագրված հայ-ռուսական միջպետական բարձր պայմանագիր չէ, կողմերի միջև ստորագրված պայմանագիրը բարեկամության եւ բարձր համագործակցության մասին, ապա այդ այցը այլ կերպ անվանել, քան անգամ եթե իմիտացիոն առումով էլ դա կայանում է, այդ այցը ընդամենը կարող է դեր խաղալ բանակցությունների առումով, հետագա, չգիտեմ, տրենդները, ուղղությունները ճշտելու առումով։ Հիմա ես չգիտեմ, ինչքանով է իրականանալու Սյունիքում ռուսական հյուպատոսության ստեղծումը, ինչքանով է իրականանալու ռուսական ռազմաբազան այստեղից չտարհանելու խնդիրը, ինչքանով է իրականանալու նաև զենքի հետ կապված այն մեծ գումարի վերադարձը, որ այսօր Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները, կան բազում խնդիրներ։
Ինչ խոսք մեր ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ խաթարված են եւ պիտի ասեմ, որ եթե դա լիներ լուրջ գործընկերային հարաբերություններ, հաստատ Հայաստանի Հանրապետությունը Վտանգներ պարունակում է Լավրովի այցը։ Ես վտանգներ չեմ կարող ասել, ոչ։ Ինչ որ փաստաթուղթ է ստորագրվելու արտգործնախարարությունը հայտարարեց։ Տեսեք, փաստաթուղթ կամ հայտարարություն կարող է ստորագրվել, բայց ես պիտի ասեմ համենայն դեպս հայ-ռուսական հարաբերությունների դիվանագիտական հարաբերությունների առումով տասնյակ հարյուրավոր փաստաթղթեր կան ստորագրված, որոնք ոչ մի գրոշի արժեք չունեն։ Եվ բողոքի ակցիա է նախատեսվում Լավրովի այցի շրջանակներում արտգործնախարարության դիմաց։ Տեսեք, Պետք է անել թե չէ։ Եվ Եվրոմիության կոմունակիցների կամ չգիտեմ ԱԺԲ-ի կամ չգիտեմ շատ քաղաքական ուժերի կողմից սրանք քաղաքական ակցիաներ են, որոնց մասին ոչ կարող եմ ասել պետք է կամ պետք չի, ոչ էլ կարող եմ դատապարտել, ոչ էլ կարող եմ այլ բան ասել, ես ինքս ողջունում եմ դա։ Որտեղ մեկ անպայման ողջունում եմ, պարտադիր կերպով ողջունում եմ, կողմնակից եմ դրան, որտեղ ի տարբերություն Վիտալի Բալասանյանների, ի տարբերություն շատ ուրեմն նամակ ռուսաց թագավորի նամակ գրողների մենթալիտետի, մեր ժողովուրդը ունի սթափ մտածելակերպ, մեր ժողովուրդը գիտի ինչ է կատարվել ուրեմն Հայաստանի Հանրապետության հետ, մեր ժողովուրդը գիտի ինչ է կատարվել Արցախի հետ, եւ ես կարծում եմ, որ սառը կերպով եւ առանց քաշվելու հանդուգն կերպով այս ամեն ինչը պիտի դրվի։ Ինչի պետք է Լավրովի դեմ բողոքի ակցիանել, ինչ է ասել իրեն։ Առաջերտին դա պիտի լինի ուրեմն այս սադրանքները, որ Ռուսաստանը անտակույց կերպով անում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ դրա մասին հայտարարում է ինչպես փոխվարչապետը, դրա մասին հայտարարում է փոխարտգործնախարարը, այլևս չեմ խոսում, որ դրա մասին հայտարարում է նաև իր մամլոք խոսնակ, ասեմ, թե չգիտեմ, դեպարտամենտի տնօրենը։ Բոլորս գիտենք, որ այդ ամենը Ռուսաստանը նախանձով է, թունոտ նախանձով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան հանրապետության արտաքին քաղաքականությանը, ինքնիշխան արտաքին քաղաքականությանը եւ փորձում են կարծեք թե իրենց կորցրածը յետ վերադարձնել մի բան, որ իրենց չի հաջողվի։ Եվ նույնիսկ այս ճանապարհին ցանկացած սադրանքի դիմում է։ Այդ թվում նաև Վրաստանում մեր կոնյակի հանդեպ նման ուրեմն մոտեցումը, չէ, կոնյակի արտահանման վերաբերյալ, երբ որ Վրաստանը փորձում է արգելքներ դնել, այդտեղ կա անպայման ռուսական հետք։ Եվ ոչ միայն դա, եւ ես պիտի ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը Հարավային Կովկասում, Հարավարևելյան Ասիայում, մեղմ ասած, Հարավարևելյան Եվրոպայում, մեղմ ասած կառուցողական չի։ Այլևս չեմ խոսում, որ մեր հանդեպ դավադիր է։ Եվ Ռուսաստանը հիմա փորձելու է իր գործիքակազմով, որի մեջ մտնում է ուրեմն 5-րդ Շարասյան ներկայացուցիչները եւ պատգամավորական այս խմբակցություններով, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանով, առաջին հերթին եւս այսպիսի մի քանի լակեյներով, որոնք կապ չունեն մեր ժողովրդի հետ, ազգուրացության ճանապարհով փորձելու են տապալել հայկական պետականությունը։ Եվ ես ասեմ, որ այսօրվա տեղի ունեցած ասուլիսը երկրորդ նախագահի ոչ այլ ինչ է, քան լուրջ մարտահրավեր, լուրջ սպառնալիք դրված Հայաստանի անկախ պետականության տակ։ Սրանք լուրջ քաղաքական ականներ են, որից ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր հետևություններ արել է, թե չէ։ Բայց ես պիտի ասեմ, որ գնալով ահագնանալու են այս 5-րդ Շարասյան կողմից ռևանշիստական, ոչ միայն ռևանշիստական, այլ ես պիտի ասեմ դավաճանական եւ դավադիր ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության եւ մեր պետականության կործանման
ուղղությամբ լուրջ գործընթացների մեկնարկը այսօր տրվել է Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսով։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, Ես եմ շնորհակալ։